Քաղաք, որտեղ էներգիան երբեք չի սպառվում, նույնիսկ երբ թվում է, թե ապրելու հույս այլևս չկա։ Ցուրտ դեկտեմբեր, լռություն, որը տևեց վայրկյաններ, սակայն խլեց հազարավոր մարդկանց կյանքեր։ Երեխաները մնացին առանց ծնողների, իսկ ծնողները առանց զավակների։ Եվ այնուամենայնիվ, քաղաքը կարողացավ հաղթահարել ողբերգությունը։ Սա այն նույն քաղաքն է, որտեղ Շիրազը խոստովանել է իր սերը հարազատ փողոցներին ու բակերին, որտեղ ծնվել է մեր մանկության տանգոն ֆիլմը, որը դարձավ մի ամբողջ սերնդի ձայնը։ Քաղաք, որտեղ ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը, մի ողջ դարաշրջանի խորհրդանիշը։ Եվ ահա գլխավոր հարցը. ինչպես է այսքան մեծ ցավ ունեցող քաղաքը շարունակում մնալ որպես ծիծաղի եւ յուրահատուկ հումորի քաղաք։ Ես Սուրեն Պետրոսյանն եմ, եւ այսօր մենք կուղևորվենք դեպի Գյումրի, նախկինում Ալեքսանդրապոլ, Լեննական, Կումայրի։ Սակայն մինչ այդ հայացք նետենք դեպի անցյալ։ Կարսի անկումից հետո հայկական բանակը լիովին չէր ոչնչացվել, եւ մոտավորապես 10,000 զինվորներ ու սպաներ նահանջեցին եւ ամրացան Ալեքսանդրապոլից 18 կիլոմետր հեռու։ Զորամասերը պետք է պահեին կենտրոնական ուղղությունը, իսկ Սեպուհի եւ Սմբատի, Մախրուտոյի աշխարհազորայինները աջ թևը։ Թուրքական բանակը չէր շտապում հարձակվել հայկական դիրքերի վրա եւ սպասում էր նոր ուժերի ժամանմանը։ 10,000 զինվորը զգալի ուժ էր, որը դեռ կարող էր դիմադրել թուրքերին, սակայն զորքի մարտական ոգին թույլ էր։ Դասալքությունը հասել էր հսկայական չափերի, որի հետևանքով էլ վերջում դիրքերում մնացել էին միայն 5,000 զինվոր։ Զորքերի մեջ սկսեց իշխել պարտվողի հոգեբանությունը։ Նահանջն ու անկարգությունները կանխելու համար Շիրակում ստեղծվում է արտակարգ լիազորություններով օժտված մարմին, որը պետք է հաղթահարեր նաև բարոյալքումը։ Սակայն այդ մարմինը լուրջ հաջողություններ չունեցավ։ Ալեքսանդրապոլում լիակատար խուճապ էր տիրում իր բազմաթիվ անցանկալի հետևանքներով։ Քաղաքային իշխանությունն ու շատ պետական պաշտոնյաներ լքել էին իրենց պաշտոններն ու դիմել փախուստի։ Քաղաքում թալան եւ անիշխանություն էր։ Հատկապես դատապարտելի էր ռազմաճակատի սննդի կոմիսար Արեշյանի փախուստը, քանի որ նա էր պատասխանատուն կենսական նշանակություն ունեցող գործառույթի համար, այն է ռազմաճակատ հաց հասցնելը։ Քաղաքից փախչելիս քաղաքապետ Լևոնյանը եւ նրա օգնական Մակարյանը քաղաքային գանձարանից գողացան մեծ քանակությամբ արժեքավոր իրեր եւ մոտ 22 միլիոն ռուբլի։ Նոյեմբերի 3-ին Հայաստանի կառավարությունը դիմեց Թուրքիային հրադադարի խնդրանքով։ Համազասպ Օհանջանյանի կողմից ստորագրված նոտայում նշվում էր, որ Հայաստանը ձգտում է խաղաղ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ։ Հայաստանի իշխանությունները դիմեցին Թուրքիայի ազգային ժողովին, հայտնելով իրենց պատրաստականությունը հանդիպելու ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում բոլոր հարցերը քննարկելու համար։ Գանք ներկային։ Քաղաքն ընկալվում է որպես արհեստավորների քաղաք։ Ղարսում մերոնք հարսեցին։ Ամճիշտ կեսը Գյումրի են ապրել, Ալեկպոլ են ապրել, նույն Գերդաստանի։ Երկաթագործներ, որմնադիրներ, ոսկերիչներ եւ ջուլհակներ։ Արհեստն այստեղ ինքնադրսևորման մի ձև էր։ Ահա թե ինչու նույնիսկ այսօր հին դռները, պատշգամբները, ճաղավանդակները եւ ճակատային մասերը կարծես արվեստի գործեր լինեն, որոնք գրավում են զբոսաշրջիկներին եւ միևնույն ժամանակ տեղացիների պարծանքն են։ Ընդհանուր առմամբ քաղաքի հին մասը, ինչպես եւ նրա բնակիչները, արժանապատվորեն դիմակայեցին 20-րդ դարի երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքներին։ Հին շենքերը դիմացան այդ հարվածներին, կանգուն մնալով եւ մեզ համար պահպանելով քաղաքի ժառանգությունը, ինչը չի կարելի ասել ուշ խորհրդային շրջանի շենքերի մասին, որոնք ցածր որակի պատճառով փլուզվեցին, խլելով հազարավոր մարդկային կյանքեր։ Այսպես թե այնպես, քաղաքը եւ նրա մթնոլորտը մարդիկ են, ճարտարապետությունը եւ ամենակարևորը հիշողությունը, որը արտահայտված է ամենուր։ Գյումրեցիները լավ հիշողություն ունեն, ինչպես նաեւ հումորի զգացում։ Դերապաշխում է, ընտրություն է, այսպես ժամանակից տեսով ասած քաստինգ է։ Քաստինգ, հասկացա։ Մեր առջև Օժիտի տունն է, շենք, որի ճակատագիրը ոչ պակաս ուշագրավ էր, քան նրա ոչ պաշտոնական անվանումը։ Տունը կառուցվել է 1897 թվականին
երբ քաղաքը Ալեքսանդրապոլ անունն էր կրում։ Այդ ժամանակ քաղաքն արդեն առանձնանում էր իր հետաքրքիր քաղաքաշինությամբ։ Նշանավոր շենքերից մեկը Սև տուֆից առանձնատունն էր, որը պատկանում էր մեծ կարողության տեր Դրամփյան ընտանիքին։ Այս տունը քաղաքի հիշողության մեջ պահպանվել է գյումրեցիների հումորի շնորհիվ։ Տեղական ավանդազրույցների համաձայն տանտիրոջ դստերը Ջավահիրին երկար ժամանակ չէր հաջողվում ամուսնանալ իր խառնակիչ բնավորության պատճառով, ինչի մասին բացահայտ արտահայտվում էին քաղաքացիները։ Այդ հարցին լուծում տալու եւ վերջապես Ջավահիրին ամուսնացնելու նպատակով ընտանիքը հայտարարեց, որ շենքը կտրվի որպես հարսնացուի օժիտ։ Որոշումն արդարացված էր, շուտով հայտնվեց Փեսացուն, քաղաքի առաջին քաղաքապետ Գեղամ Տեր-Պետրոսյանցը։ Հենց դրանից հետո էլ առանձնատունը ստացել է իր հայտնի անվանումը՝ Օժիտի տուն։ Այս անվան մեջ դրսևորվում է Գյումրու հումորի առանձնահատկությունը, տեղի ունեցողի էությունը ճշգրիտ բնորոշելու ունակությունը եւ կարողությունը անձնական պատմությունը վերածել հանրահայտ փաստի, հեգնանքի նուրբ երանգով։ Ինչպես վայելեց ցանկացած հզոր մշակութային քաղաքի, այն նույնպես ունի իր լեգենդար բնակիչները։ Եվ խոսքը այս պահին ամենևին էլ Ֆրունզիկի մասին չէ։ Նախահեղափոխական քաղաքի գլխավոր գրավչությունը հենց քաղաքացիներն էին։ Այս մարդիկ մարմնավորում էին Ալեքսանդրապոլի ինքնատիպությունը։ Պոլոզ Մուկուչի, Ուրախ Վարդանի եւ Ցիտրո Ալեքի մասին խոսում էին բոլորը, բակերում եւ տներում։ Նրանք բոլորն էլ իրենց քաղաքի իրական բնակիչներն էին, մարդիկ, ովքեր ձևավորում էին հին Գյումրու մթնոլորտը։ Մենք անդրադառնանք նրանցից մեկին, Պոլոզ Մուկուչին, ում իրական անունը Մկրտիչ է։ Նա ծնվել է 1881 թվականին արհեստավորի ընտանիքում եւ մանկուց մեծացել է արհեստանոցներում։ Չշարունակելով ընտանեկան արհեստը, Մուկուչը սկսեց զբաղվել առևտրով եւ արագ դարձավ հայտնի դեմք քաղաքում։ Սակայն նրան ճանաչում բերեց ոչ այնքան իր զբաղմունքը, որքան իրադարձություններին ակնթարթորեն արձագանքելու ունակությունը։ Նրա կատակները, սրամտությունները եւ իմպրովիզացիաները տարածվեցին քաղաքով մեկ, վերածվելով անեկդոտների։ Նա հայտնի էր որպես աղմկոտ, առատաձեռն մարդ եւ սեր ուներ թե խնջույքների եւ թե կոնֆլիկտների եւ հենց այդ իրավիճակներում էլ ծնվում էին նրա ամենավառ արտահայտությունները։ Պոլոզ Մուկուչը մանկուց ընկերացել էր Ավետիք Իսահակյանի հետ։ Հետաքրքիր է պատկերացնել այս երկու այդքան տարբեր գյումրեցիներին, մեկը փողոցի մարդ, մյուսը ազգային մտավորականության ներկայացուցիչ։ Եվ Ավետիք Իսահակյանը բացառություն չէր։ Արտասովոր Մուկուչը ընկերություն էր անում Եղիշե Չարենցի հետ եւ նույնիսկ դարձել է Խաչիկ Դաշտենցի Ֆայտոն Ալեխ պոեմի առանցքային կերպարը։ Պոլոզ Մուկուչի մասին անգամ անեկդոտ կար։ Մուկուչը զբոսնում է Վատիկանում Հռոմի պապի հետ։ Մարդիկ տեսնում եւ հարցնում են. «Սա մեր Մուկուչն է, բայց հետաքրքիր է նրա կողքինն ով է»։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է քաղաքային միջավայրի առանձնահատկությունը։ Սոցիալական սահմանները անհաղթահարելի չէին։ Մարդը գնահատվում էր ոչ թե կարգավիճակով, այլ իր դրսևորումներով ու հետաքրքիր զրուցակից լինելու իր ունակությամբ։ Я откарам съем чиз. Все. Масия. Թուրքիայի կառավարությունը արձագանքեց։ Նույն օրը Կարաբեքիրը զինադադարի համար առաջ է քաշում պայմաններ։ Հայկական զորքերը պարտավոր են լքել Ալեքսանդրապոլը եւ շարժվել առնվազն 15 կիլոմետր դեպի արևելք։ Թուրքական ստորաբաժանումները պաշտոնապես քաղաք չեն մտնում, բայց նրանք վերահսկում են ամրոցը, կայարանը եւ շրջակա տարածքը։ Դա հրադադար չէր, դա հարկադիր նահանջ էր։ Վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն էր, առավոտյան ժամը 8:00-ն։ Նոյեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի ղեկավարությունը Օհանջանյանը, Տերմինասյանը եւ Նազարբեկյանը հերագրի միջոցով տալիս են իրենց համաձայնությունը։ Հայկական ստորաբաժանումների նահանջից հետո թուրքական կողմը անհապաղ առաջ է քաշում նոր պահանջներ։ Զենք զինամթերքի հանձնում եւ նոր տարածքների լքում 3 օրվա ընթացքում։
Զուգահեռաբար գալիս է Անկարայի պատասխանը, հրաժարում Սևրի պայմանագրից և տեղում բոլոր հարցերի վերանայում։ Հայկական կողմը համաձայնում է բոլոր պայմաններին։ Էրզրում, Կարս, իսկ հիմա արդեն Ալեքսանդրապոլ։ Առաջարկում եմ Էրզրումի և Կարսի մասին հաղորդումները դիտել մեր ալիքում։ Քաղաքի զավակներից մեկը, ով զգացել էր մոտեցող ժամանակաշրջանի բնույթը և լքել քաղաքը մեր քննարկած իրադարձություններից կարճ ժամանակ առաջ, Գեորգի Գյուրջիևն էր։ Ով է Գեորգի Գյուրջիևը։ Հանգիստ Անիի և աղմկոտ Ալեքսանդրապոլի միջակայքում սովորական մարդիկ չեն ծնվում։ Այստեղ ծնվում են մտածողության բարդ համակարգեր։ Այստեղից, Ալեքսանդրապոլից, երիտասարդ Գեորգի Գյուրջիևը կրկին ու կրկին գնում է Անի, դեպի հին աշխարհի ավերակները։ Երկու բևեռների, կենդանի ու մեռած քաղաքների միջև ձևավորվում է նրա աշխարհայացքը։ Աղմուկ և լռություն, կյանք և հիշողություն։ Սա էլ կդառնա նրա մեթոդը։ Նրա կենսագրությունի սկզբանե հնարավոր չէ ճշգրիտ արձանագրել, քանի որ տարբեր աղբյուրներ ծննդյան տարբեր տարեթվեր են նշում։ Իսկ նրա գիտելիքների ծարավը նկատելի էր մանկուց, և պատահական չէր, որ նրան սպասում էր Թիֆլիսի հոգևոր ճեմարանը, նույն վայրը, որտեղ սովորել է 20-րդ դարի ամենակարևոր դեմքերից մեկը՝ Իոսիֆ Ստալինը։ Սեմինարիայից հետո Գյուրջիևը հեռանում է գրեթե 25 տարով։ Ասիա, Մերձավոր Արևելք, Եգիպտոս, Թուրքեստան։ Նա ուսումնասիրում է սուֆիզմը, տիբեթական բուդդիզմը և համատեղում այն քրիստոնեական սովորույթների հետ։ Ռուսաստանում, ապա Ֆրանսիայում նա ստեղծեց Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտը։ Նրա ուսանողներն էին փիլիսոփա Պիտեր Ուսպենսկին, ինժեներ և մտածող Ջոն Բենեթը, կոմպոզիտոր Թոմաս Դե Հարտմանը և գրող Պամելա Թրևերսը։ Եվրոպական մտավորականությունը շարունակում է ուսումնասիրել այն մինչ օրս, սակայն Գյուրջիևն ինքնին մնում է չբացահայտված։ Կա մի դրվագ՝ 1948 թվական օդանավակայան։ Գյուրջիևի անձնագրում նրա ծննդյան տարեթիվը նշված է 2018 թվական։ Սահմանապահների կողմից ճշգրտող հարցմանը նա պատասխանում է. «Դա սխալ չէ, ստիպված եք դուք ուղղվել»։ Սա նրա մոտեցումն էր, միգուցեև Գյումրու հումորի ժառանգությունը։ Մահից առաջ նրա վերջին արտահայտությունն իր աշակերտներին հետևյալն էր. «Դուք ինքներդ ձեզ խնդիրների մեջ գցեցիք», ասում է այս արտահայտությունը և մեռնում, որովհետև Գյուրջիևը պարզապես մարդ չէր, դա մտածելակերպ էր, որը ծնվում է միայն որոշակի վայրերում։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Գյուրջիևն ու Գյումրին ավելի ու ավելի են մերձանալու, դառնալով գրավիչ նոր իմաստեր փնտրող մարդկանց համար։ Նման աշխատանք արդեն իսկ տարվում է մի այլ գյումրեցու՝ Անտոնիո Մոնտալտոյի կողմից։ Վիլլա Կարս։ Այն արդեն քաղաքի այցեքարտներից մեկն է։ Ստեղծվել է Իտալիայում ծնված գյումրեցու կողմից, ով առաջին անգամ այցելել է քաղաք 1988 թվականին որպես բժիշկ, ով եկել էր օգնելու վիրավոր քաղաքին ու նրա բնակիչներին։ Այդ ժամանակից ի վեր սկսվել է նեապոլցի իտալացու և Գյումրիի անհավանական պատմությունը։ Մարդ մի երկրից, ով գիտի թե ինչ է գեղեցկությունն ու գեղագիտությունը։ Նա ըմբռնեց քաղաքի գեղագիտական արժեքն ու խորությունը ամենադժվարին ժամանակաշրջանում։ Այն ժամանակ, երբ շատ հայեր իրենք չէին հավատում այս քաղաքի նոր կյանքի հնարավորությանը։ Ծանր հիշողությունների և ավերածությունների փլատակների տակ հնարավոր է տեսնել խորքայինը և նաև անտեսանելին։ Կարելի է զգալ Շիրազի պոեզիան, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը, Սևտոֆի յուրօրինակ ճարտարապետությունը և ինչպես Շիրազն էր ասում, հայրս Գյումրի, մայրս Կարս։ Երկու շարունակություն, որ ընկած են լուռ Անիի երկու կողմում, երկու քաղաքներ տարածված սահմանի երկու կողմերում, բայց ներծծված միասնական իմաստով։ Հայկական կինոյի և թատրոնի քաղաքը, Ֆրունզիկ Մկրտչյանի քաղաքը։ Քեսիլը դու ես ինչ ես եկել ուրիշի տուգը։ Դու համոտ չունիս, դու հարևանները տեսնել ինչ կսել։ Դու չունիս։
անուշ օպերայի հեղինակ Տիգրանյանի քաղաքը եւ մեր ժամանակակցի լեգենդար փաստավավերագրող Արտավազ Փելեշյանի քաղաքը։ Այսօր կարելի է ասել Ալեքսանդրապոլը նոր կյանք է գտնում։ Քաղաքը համեստորեն, բայց վստահորեն վերականգնվում է եւ վերածնվում է նրա մշակութային ժառանգությունը, իսկ հիշողությունը արտանում է։ Դե չէ ոնց գտնեմ։ Բայց այդ որ հոտ քաշեցի, ոնց որ միանգամից 2-3 տարի այդպես մանկություն գնացի միանգամից, հա։ 1915 թվականի ապրիլ։ Ցեղասպանություն։ Տասնյակ հազարավոր որբեր հայկական լեռնաշխարհում։ Նրանք գալիս են ոտքով, ոտաբոբիկ եւ դեպի Ալեքսանդրապոլ։ Մինչև մարդկանց հոսքը քաղաք հասնելը այստեղ արդեն գրանցում են մոտ 21000 որբ։ Ալեքսանդրապոլը դառնում է որբերի քաղաք։ Մասշտաբները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից։ 1915 թվականին Միացյալ Նահանգների դեսպանի նախաձեռնությամբ ստեղծվեց Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեն։ 1916 թվականին ամերիկյան համայնքի եւ Կարմիր խաչի աջակցությամբ քաղաքում բացվում է աշխարհի ամենամեծ որբանոցը։ Այս համակարգով անցնում են ավելի քան 31000 երեխա։ Այն անվանում են Ամերկոմ։ Պայմանները ծայրահեղ են։ Սով, ցուրտ, համաճարակներ։ Մահը դառնում է ամենօրյա երևույթ։ Առավոտյան դիակները տանում են սայլերով։ Եվ այնուամենայնիվ համակարգը գործում է։ Երեխաներին բուժում են, կերակրում եւ սովորեցնում արհեստներ։ Նրանցից ձևավորվում է նոր սոցիալական խումբ՝ փրկվածներ։ Նրանց թվում էր ապագա բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Նա հիշում է. երեխաները քնում են հատակին, պարկած կողք կողքի, որպեսզի հնարավորինս շատերը տեղավորվեն։ Վերմակները չեն բավարարում։ Շատերը փախչում են ծնողներին փնտրելու։ Երբեմն գտնում են, սակայն նրանց մեծամասնությունը այդպես էլ չի գտնում ծնողներին։ Ժամանակի ընթացքում համակարգը սկսում է արդյունքներ տալ։ Ձևավորվում է համայնք, որոնց միավորում է ոչ թե ծագումը, այլ ապրած փորձությունները։ Ըստ ինձ թատրոնը ավելի ակտուալ է, որ դերասանը ճիշտ եղնի, ճիշտ խաղա։ Թատրոնը դոմինանտ թատրոնում դերասանն է, ոչ թե աջուճակ եւ այլն։ Դրա համար ես ձևերի դեպի չեմ գնում, երբեմն պամոստի չեմ դնում, չեմ դնում, գույներ չեմ կախում, թողնում եմ նույնիսկ ինտերակտիվ վիդեոյի մեջ խաղալ։ Ալեքսանդրապոլը դառնում է մի վայր, որտեղ ոչ թե ուղղակի փրկում են մարդկանց, այլ այստեղ սկսում են վերածնվել։ Գյումրին ունի նաև իր սեփական հոգևոր եւ ոգեղենության կենտրոնը՝ 7 վերք եկեղեցին։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես 7 վերք՝ ի պատիվ Մայրամ Աստվածածնի սրբապատկերի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամը իր 7 վերքերով։ Ամեն տարի այստեղ ուխտավորներ են գալիս Հայաստանի տարբեր շրջաններից եւ հարևան Վրաստանից, մասնավորապես Ախալցխայի հայերը։ Արվեստագետների տվյալներով սրբապատկերը ստեղծվել է 18-րդ դարում։ Սրբապատկերը մի քանի անգամ տեղափոխվել է Մարմաշեն, Հառիջ, Էջմիածին։ Այս թուրերը, որ տեսնում եք, մխրճվում են Աստվածամոր մարմինը, ոչ թե Քրիստոսի։ Ну, եւ ձևավորումով էլի օգտագործած է 7 թիվը, եթե տեսնում եք նետերի փետուրները 7 հատ էին։ 1881 թվականին սրբապատկերը տեղադրվել է Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ գտնվում է մինչ օրս։ Խոսելով Գյումրու հոգևոր բովանդակության եւ ոգեղենության մասին, անհրաժեշտ է նաեւ արժանին մատուցել հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանին։ Մարդ, ով այս հակասական ժամանակաշրջանում դարձել է քրիստոնեական հավատքի եւ ազգային ինքնության յուրատեսակ խորհրդանիշ, ում ազդեցությունը դուրս է գալիս Շիրակի սահմաններից։ Ալեքսանդրապոլ, Լեննական, Գյումրի։ Տարբեր անվանումներ, մեկ իրականություն։ Քաղաք իր սեփական ավանդույթներով, հիշողությամբ ու բնավորությամբ։
Հենց այստեղ 1920 թվականին ստորագրվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, հայկական պետության պատմության ամենածանր փաստաթղթերից մեկը։ Որոշում, որը կայացվել էր ռազմական պարտության պայմաններում։ 100 տարի է անցել, եւ 2020 թվականին Հայաստանը նորից հայտնվեց նմանատիպ իրավիճակում։ Պատմությունը կրկնվում է։ Եվ գլխավոր հարցը մնում է նույնը. արդյոք կունենանք բավարար քաղաքական կամք եւ համարձակություն, որպեսզի նմանատիպ իրավիճակում այլևս չհայտնվենք։ Գտնվելով Գյումրիում, ես հասկացա ամենակարևորը. Գյումրին ուժի, հավատի եւ հույսի քաղաք է։ Եվ նույն հավատով ու մեր լուսավոր ապագայի նկատմամբ աստվածային հույսով հեռանում եմ Գյումրիից։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Կհանդիպենք Հայաստանի մեկ այլ անկյունում։ Միշտ նոր հանդիպում։